Բարև ձեզ։ Եվ այսպես վերջապես մեկնարկեց 9-րդ գումարման ազգային ժողովի առաջին նստաշրջանը։ Ինչպես եւ սպասվում էր, կառուցողական աշխատանքի տրամադրվածության փոխարեն մենք տեսանք հին հայկական, ավանդական, քաղաքական փոխհրաձգություն, իսկ դրա համար պատճառներ միշտ էլ կան։ Բայց գլխավոր պատճառը ըստ իշխանության այն է, որ ընդդիմությունը պարզապես չի ընդունում ժողովրդի ընտրության արդյունքները։ Այդպես եղել է 2018 թվականին, 21 թվականին, հիմա 26 թվականին։ Եվ իշխանությունն առաջարկում է ընթացիկ պահը դիտարկել, ընդունել որպես զրոյական կետ եւ այս պահից սկսած անցնել կառուցողական, թող որ սուր, բայց կառուցողական աշխատանքի։ Ընդդիմության արձագանքը բավական կոշտ էր, ընդդիմությունը համարում է, որ անհանդուրժողականության հիմնական հեղինակը եւ պատասխանատուն իշխանությունն է։ Ինչևէ, մինչ երկրի ներսում ազգային ժողովում քաղաքական ուժերը դիրքավորվում եւ թիրախավորում են մեկը մյուսին, երկրից դուրս Հայաստանի շուրջ տեղի ունենում խորքային գործընթացներ, մասնավորապես հայ-ռուսական հարաբերություններում, Ռուսաստանի դիրքավորումը ընտրական գործընթացների նկատմամբ, Ռուսաստանի տնտեսական սահմանափակումները, նոր առաջ եկող էներգետիկ խնդիրները, ենթակառուցվածքային խնդիրները եւ այլն եւ այսպես շարունակ։ Սրան էլ գումարվում է քաղաքական թեժ աշնան սպասումները։ Այս հարցերի մասին ենք զրուցելու առաջիկա 30 րոպեների ընթացքում, սա Ազատ զրույցն է Free News-ի եթերում, որտեղ համադրվում են փաստերը, կարծիքները, գնահատականները եւ կանխատեսումները։ Զրուցակիցս Հանրապետություն կուսակցության քաղխորհրդի անդամ Անահիտ Ադամյանն է։ Բարև ձեզ։ Բարև։ Սկսենք ազգային ժողովից, վստահ եմ հետևել եք առաջին օրը, այսօր ինչ տպավորություն ունեք ընդհանուր առմամբ։ Արդյոք հույս պետք է ունենալ, որ քաղաքական ուժերը, իշխանությունը եւ ընդդիմությունը կարող են ինչ-որ մի պահի գալ կառուցողական աշխատանքի, թե մենք ականատեսենք լինելու ել ավելի սուր հակադրության, քան նախորդ ազգային ժողովում էր։ Թերևս սխալ կլինի առաջին օրվա կամ 1.5 օրվա տպավորություններով դատել, բայց ամենայն դեպս երեկվա օրվա նիստը թողնում էր տպավորություն, որ մենք ոչ թե Բաղրամյան 19-ում ենք, այլ ինչ-որ հրաշքով մեկ դահլիճում են հավաքվել Պետդումայի, Ադրբեջանի Միլի Մեջլիսի, Թուրքիայի ազգային մեծ ժողովի եւ մի քիչ էլ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավորները։ Եվ քննարկումների մակարդակն էլ պարզապես ֆենոմենալ էր, դուք Թուրքիայում թուրք տեսել եք։ Եթե մենք շարունակելու ենք այդ մակարդակով, մենք իսկապես 8-րդ գումարման ազգային ժողովը համարելու ենք հրաշալի, առահեղ եւ այլն եւ այլն։ Գիտեք, ցավալի է, բայց իսկապես այս ազգային ժողովում ես շատ հարգում եմ պարոն Ռուբինյանի ազգային ժողովի թերևս այս պահին, երբ մենք հարցազրույց ենք անում արդեն ընտրված նախագահի կոչը, բայց ես կարծում եմ, որ այդ կոչը չի աշխատելու իրականում։ Ես այդ մասին պիտի հարցնեի, զրոյական կետից սկսելու կոչը, ասում եք չի աշխատելու, ինչու չի աշխատելու, որքանով է ռացիոնալ ընդդիմության այն հակադարձումը, թե սա փորձ է ազատվել անցյալի պատասխանատվությունից եւ ոչ թե կառուցողական աշխատանքի։ Ընդդիմությունը ինչ ասես կարող է, ինչ հիմնավորում ասես, ինչ բացատրություն ասես կարող է տալ, պարզապես ընդդիմությունը պատրաստ չի դրան։ Եթե ընդդիմությունը չի գալու եւ իշխանությունը չի ասելու դու տվեցիր Արցախը, դու տվեցիր ես, դու տվեցիր են, դու տվեցիր են, այստեղ ընդդիմությունը վերջանում է, այլևս ասելիք չունի։ Ընդդիմությունը այլևս ասելիք չունի։ Եվ ընդդիմության երեք հնչեցրած ելույթները, այսօր շարունակվող ելույթները պարզ վկայություն են, նրանք առաջարկ չունեն։ Գալիս են ասում են մենք նոր քաղաքական ուժ ենք։ Ուզում ես փորձես հասկանաս լավ նոր եք, ինչով եք նոր, ոչինչ նորություն։ Իշխանությունն ասում է եկեք սկսենք զրոյական կետից, ընդդիմությունը չի համաձայնում, կոշտ արձագանքում է, իսկ ընդդիմության այդ կետը որն է, որտեղից են սկսում։ Ընդդիմության այդ կետը ցավալիորեն Հայաստանի Հանրապետությունում չի գտնվում։ Ընդդիմության այդ կետը գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում, Կարմիր հրապարակում, Կրեմլում, Սմոլենսկի հրապարակում եւ տարատեսակ այլ հրապարակներում։ Ընդդիմության այդ կետը ես պատահաբար չասցի ունենք Պետդումայի պատգամավորներին կամ Միլի Մեջլիսի կամ ազգային մեծ ժողովի Թուրքիայի, որովհետեւ նրանց բոլոր նարատիվները բխում են ոչ հայկականությունից,
ոչ Հայաստանի Հանրապետության շահերից, այդ բոլոր նարատիվները Պարոն Կիրակոսյան ջան, ախր մենք փառահեղ ընտրաշավ ենք անցել, ինչի մասին է խոսքը։ Մենք փառահեղ ընտրաշավ ենք անցել, փառահեղ ելույթներ ենք լսել, եւ այդ փառահեղ ելույթների հիմքում արդյոք դրված էր Հայաստանի Հանրապետության շահը։ Դուք տեսել եք քարոզչական ահաբեկչությունը, եկեղեցիները քանդում ենք, ծիծեռնակաբերդը քանդում ենք, մզկիթ ենք դնում, 300,000 ադրբեջանցիները մանկապարտեզից սկսած ձեր ու մեր բոլորիս տներն են մտնում, դա քարոզչական ահաբեկչություն էր, որ ոչինչով չի բացատրվում եւ ոչինչով չի արդարացվում, ինչով էլ փորձեն ինչ ասեմ, բացատրություններ են փորձեն գտնել եւ եթե այդ քարոզչական ահաբեկչությունը ամրագրվում է միլիարդներով, որոնք ծախսվել են ընտրությունների ժամանակ, ինչի մասին է խոսքը, այս ընտրությունները, ինչ ասեմ, աշխարհաքաղաքական այնպիսի շաղախ էին իրենց մեջ պարունակում, ընդ որում ոչ այնքան աշխարհաքաղաքական, որքան կոնկրետ ռուսական, որովհետև եթե ասենք Ռուբիոն գալիս էր կամ Ջեյդի Վենսը գալիս էր կամ Մակրոնը ուղերձ էր հղում, ասում էր պաշտպանում ենք ժողովրդավարությունը, կանգնած ենք Նիկոլ Փաշինյանի կողքին, այդ ուղերձները դրանով ավարտվում էին։ Նրանք հիբրիդային պատերազմ չէին վարում Հայաստանի Հանրապետությունում ռուսամետների դեմ, նրանք պաշտպանում էին մեր ինքնիշխանությունը։ Այդքանով ավարտվում էր նրանց գնահատմամբ դա էլ հիբրիդային հարձակում է։ Այդքանով ավարտվում էր, այո, իհարկե դա նրանց գնահատմամբ միանշանակ ճիշտ է։ Դա կոնկրետ հիբրիդային հարձակում է, որտեղ իրենց խնդիրը մեկն է։ Հայաստանի Հանրապետությունը չպետք է լինի ինքնիշխան պետություն։ Եվ Ռուսաստանի Դաշնությունը, ես սա էլի ցավալիորեն ցավով եմ ֆիքսում, հունիսի 7-ի ընտրություններով լուծեց իր նվազագույն խնդիրը, որ դրած էր իր առաջ։ Իհարկե առավելագույնը մաքսիմալը հեղաշրջում անելն էր, բայց նվազագույնը խորհրդարանում մեծագույն հնարավորինս մեծագույն ներկայություն ունենալն էր, ինչին եւ հասավ։ Եկեք ընդունենք, որ հասավ։ Եվ հասավ մեր ընտրողների շնորհիվ։ Մեր զրույցը գնաց այնպես, սահուն տեղափոխվեց էլի Ռուսաստան, իհարկե Ռուսաստանի մասին խոսելու ենք մենք էլի առանձին բլոկով, բայց էլի վերադառնալով առաջին երկրորդ օրվա նիստերին, եթե ասում եք, թե Ռուսաստանում է գտնվում եւ ոչ թե Հայաստանում ընդդիմության այդ զորոյական կետը կամ մեկնարկի կետը, բայց դա էլ պիտի համակարգված լինի, չէ՞, բայց մենք կոնկրետ ինչ ենք տեսնում, ընդդիմությունը հայտարարում է, որ խորհրդարանը լեգիտիմ չէ, բայց վերցնում է մանդատները։ Մանդատները վերցնում է, բայց падգամավորի երթման ժամանակ ոտքի չի կանգնում։ Ոտքի չի կանգնում, բայց ստորագրում է երթման տեքստը։ Սա համակարգված ինչ-որ գործողություն է, թե ինչ է սա իրենից ներկայացնում, բոյկոտ է, կիսա բոյկոտ է, որքանով է արդյունավետ։ Դուք հրաշալի բնութագրեցիք, որ այս խորհրդարանը իրականում աբսուրդների խորհրդարան է, որովհետև տեսեք, ընդդիմությունն իշխանությանն ասում է դու լեգիտիմ չես։ Իշխանությունը ընդդիմությանն է ասում դու լեգիտիմ չես։ Մեկը մեկին մեղադրում են վարչական ռեսուրս օգտագործելու ընտրակաշառքով Բաղրամյան 19-ը գալու։ Բայց պարզվում է, որ այդ ոչ լեգիտիմները միասին դառնում են լեգիտիմ, վերցնում են մանդատները եւ գնում են իբարս Հայաստանի Հանրապետության աշխատելու։ Հիմա եկեք հասկանանք այդ աշխատանքի բովանդակությունը ո՞րն է լինելու, եթե շահերը այդքան հակադիր են։ Աբսուրդ է, չէ՞, իսկապես աբսուրդ է։ Եվ գիտեք աբսուրդների աբսուրդը ո՞րն է, որ այո, падգամավորների երթումը ստորագրում են անձնապ, բայց չեն կանգնում։ Այսինքն դու ինչի չես հարգում քո երկրի ինքնիշխանության դեմ ես։ Դե եթե դու քո երկրի ինքնիշխանության դեմ ես, միանգամից ասա, իմ երկիրը Ռուսաստանն է։ Ես այստեղ պատվիրակված եմ, ես այստեղ ներկայացնում եմ Ռուսաստանի շահերը։ Ինչու եք ներկայանում իբրև Հայաստանի Հանրապետության ժողովրդի կողմից ընտրված ազգընտիր մարդիկ, որոնք իբր թե պետք է պաշտպանեն այդ ժողովրդի շահերը։ Ես կարծում եմ, որ ես շատ հեռու եմ քաղաքական բայղոշությունից, անկեղծ ասած։ Իբրև լրագրող ես շատ լավ հիշում եմ, որ ցանկացած խորհրդարանի այն ամենասկզբում, երբ սկսվում էին աշխատանքները, շատերն էին ասում, որ այդ խորհրդարանը մինչև 5 տարի, մինչև գումարման ավարտը չի աշխատի, բայց խորհրդարանները գերազանցապես աշխատում են։ Հիմա էլ են ասում, բայց ես վստահ եմ, որ այս խորհրդարանը իսկապես
իսկապես 5 տարի չի աշխատել, որտեվ կա շահերի վիթխարի բախում։ Եվ այդ շահերի վիթխարի բախումը թույլ չի տալու։ Միանշանակ է, որ իշխանությանը դա ձեռնտու չէ, որովհետև իշխանությունը ինչը ձեռնտու չէ։ Որովհետև այս ընդդիմությունը շատ կառավարելի ընդդիմություն է։ Այս ընդդիմության հետ շատ հեշտ է աշխատել։ Եվ վերջո այս ընդդիմությունն է նաև իշխանությանը բերել խորհրդարան, որովհետև եթե չլիներ այդ, ինչ ասեմ, սարսափների սարսափը, որ հիմա քաղաքացիական պայմանագիրը չի ընտրվի, գնանք ընտրենք քաղաքացիական պայմանագրի ի հաշիվ ուրիշ ուժերի, նաև քաղաքացիական պայմանագիրը այդքան ձայն չէր հավաքի հաստատ։ Եվ քաղաքացիական պայմանագիրը վստահաբար հաշվարկներում նաև սխալվեց, որովհետև եթե հիշում եք, հայտարարում էին 65%, նշածող հայտարարում էին 65%, բայց սխալները նաև ընդդիմության սխալը։ Մեկ դրամանոց վարչապետը որտեղ է։ Այդ ոնց էին արդեն կառավարության նիստեր էին անում մարդիկ, հիշում եք, չէ՞։ Մարդիկ կառավարության նիստեր էին անում, ընդունելություններ էին, երևի մի քիչ էլ որ շարունակվեր, արդեն դեսպաններ կնշանակեին։ Ու որտեղ են հիմա այդ դեսպանները, այդ վարչապետը, այդ պաշտոնյաները։ Աբսուրդների իսկապես դրսում, մի մասը խորհրդարանում, մի մասը որտեղ որ պետք է լինի։ Հա, մի մասը։ Եվ այստեղ աբսուրդների մի ուրիշ մաս էլ կա, եկեք այդ մասին էլ անդրադառնանք, որովհետև մինչև այսօր շարունակվում են հակակոռուպցիոն կոմիտեի քննչական մարմինների բացահայտումները առերևույթ ընտրակաշարքի հետ հերթական դեպքի լավ հասկացանք մեկը կա որ դատապարտված է ընտրակաշարքի գործով մեկը կա արագ չի լինում դատական գործընթացը կներեք 5 տարի կտևի վարույթ հետո 5 տարի կտևի 5 տարի սպասելու ենք ես չգիտեմ այդ իրավապահ մարմինները պիտի ասեն հենց այստեղ նշանակում է որ իրավապահ մարմինները գործում են չափազանց տանդաղ եւ արդյունքում ստացվում է որ երկրում ինստիտուտները հակադրվում են միմյանց որովհետեւ երբ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարում է որ հակակոռուպցիոն կոմիտեի բացահայտումները 5 չեն անվավեր ճարաչելու ուժեղ Հայաստանի գրանցումը այստեղ հակակոռուպցիոն կոմիտեն եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հակադրվում են իրար եւ այդ հակադրության մեջ դժում է ոչ թե իշխանությունը դժում է ոչ թե ընդդիմությունը դժում է պետությունը դժում է ընտրողը ես գիտեմ ձեր դիմումը կենտրոնական ընտրական հանձնաժողով կենտրոնական ընտրական հանձնաժողովի պատասխանը պարզապես այստեղ օրենսդրական ինչ որ նաեւ բացեր կան կենտրոնական ընտրական հանձնաժողովը ունի այդպիսի լիազորություն ու կենտրոնական ընտրական հանձնաժողովը անվավեր ճանաչելու գրանցումը անվավեր ճանաչելու լիազորություն ուներ բայց ես չափազանց շնորհակալ եմ ձեր հարցի համար որովհետեւ տեսեք 5 տարի համենայն դեպս վերջին 2-3 տարին բոլորս ակտիվ բողոքում էինք, որ Հայաստանի Հանրապետության դեմ վարվում է հիբրիդային պատերազմ։ Իշխանությունը չէր նշում հիբրիդային պատերազմ մղո երկրի անունը, բայց այդ չնշելը արդեն իսկ նման էր այն սպիտակ թղթին, որ պետք չի վրան գրես ինչ, արդեն իսկ հասկանալի է ինչ։ Հայտնի անեկդոտ է հիշում եք։ Նույնիսկ Եվրամիությունից աջակցություն էինք ստանում հիբրիդային պատերազմի դեմ արդյունավետ պայքարելու համար։ Արդյոք այդ պարագայում իշխանությունը օրենսդրական սողանցքները չպետք է փակեր։ Գոնե այն աշխատանքը, որ իր ձեռքում էր ունենալով խորհրդարանական մեծամասնություն, արդյոք իշխանությունը այդ ընտրական զբոսաշրջության դեմ ոչ թե ընտրություններից հետո, այլ ընտրություններից առաջ չպետք է պայքարեր։ Արդյոք կենտրոնական ընտրական հանձնաժողովի լիազորությունները չպետք է ավելի մեծացվեին։ Արդյոք չպետք է կուսակցությունների գրանցման համենայն դեպս որոշակիություն մտցվեր, որ ցանկացած, չգիտեմ, փողի քսակ ունեցող չգա եւ կուսակցություն չբացի ու ձեզ ինձ մեր բոլորի հաշվին չփորձի գնել ձայները։ Իհարկե տեղին է, բայց նաև օբյեկտիվ պատճառներ կան, որևէ օրենսդրական փոփոխություն անելու համար պետք է կյանքն է պարտադրում, ժամանակն է պարտադրում, ասենք նախապես 2021 թվականից հետո մինչև 26 թվականը դժվար էր կռահել 24, 25, 26 մենք ժամանակ ունեինք դա տեսնելու։ Դժվար էր կռահել, որ այդ պարագայում, ասենք ձեր ասած ընտրական туриզմը կարող է այդքան մեծ նշանակություն ունենալ կամ հիբրիդային սպառնալիքները կարող են այդքան սարսափելի լինել, բայց ընտրություններից ամեջապես հետո օրենսդրական որոշակի փոփոխություններ տեղի ունեցան։ Պարոն Կիրակոսյան, դուք ճիշտ եք, բայց
Դուք ճիշտ եք իբրև լրագրող։ Իսկ իշխանությունը ընտրությունների կազմակերպման պատասխանատվություն ունի, չէ՞։ Այո։ Ազատ, արդար, ժողովրդավարական ընտրությունների։ Որքանով էին այս ընտրությունները այդ պարագայում ընտրություն, երբ մարդիկ դե ֆակտո ընտրություն չունեին, որովհետև ստիպված էին գնալ երկիր պաշտպանելու համար ձայնը տալ քաղաքացիական պայմանագրին, որտեղ հրաշալի հասկանում էին Ռուսաստանի այս բոլոր առումներով հարձակումները, եկեք հիշենք նաև թե ընտրություններից առաջ Ռուսաստանի Դաշնությունը ինչ արգելքների համակարգ սահմանեց երկրում անկայունություն ստեղծելու համար, եկեք էդ էլ հիշենք, չէ՞, շատ ժամանակ չի անցել, բոլորիս հիշողության մեջ այդ ամեն ինչը դեռ թարմ է։ Բայց ինչու եք ասում ընտրության հնարավորություն չունեին այն պարագայում, երբ որ ընտրություններին մասնակցում էր ավելի քան 1 տասնյակ կուսակցություն։ Ընտրություններին կարող են մասնակցել։ Կվերադառնանք վարքյաններ անց։ Հիշեցեմ, սա Ազատ զրույցն է Free News-ի եթերում, ես զրուցում եմ Հանրապետություն կուսակցության քաղաքախորհրդի անդամ Անահիտ Ադամյանի հետ։ Մենք սկսեցինք 9-րդ գումարման ազգային ժողովի առաջին նիստից, առաջին նստաշրջանից, աշխատանքի մեկնարկից եւ սահուն գնացինք դեպի ընտրությունները, ձեր վերջին դիտարկմանը, թե ժողովուրդը ընտրության հնարավորություն չուներ, ես հարցրի, թե ինչու չուներ, երբ որ ընտրություններին մասնակցում էին քանի կուսակցություն, քանի քաղաքական ուժ։ Այդ թվում նաև դուք դա ընտրություններին կարող էին մասնակցել ոչ միայն 19, հետո 10 դարձած, այլև 99 քաղաքական ուժ, բայց դե ֆակտո ռեալ ընտրությունը գնում էր փողի եւ իշխանական ռեսուրսի միջև ու դա ակնհայտ էր, որովհետեւ այստեղ գալիս է եւս մեկ կազուս։ Տեսեք, քաղաքացիական պայմանագրի իշխանության արդեն գրեթե 9-րդ տարին է։ Ամենայն դեպս 8-րդ տարին հաստատ։ Եվ 8 տարում քաղաքացիական պայմանագիրը չկարողացավ լուծել այն խնդիրը, որ մարդիկ ընտրությունները չհամարեն օդից փող սկզբունքով ապրելու, աշխատելու ժամանակաշրջան, որովհետև երկրում կան, այո, ցավալիորեն կան, տեսեք, մենք շատ հաճախ մեղադրում ենք այդ մարդկանց, ասում ենք հայրենիք եք ծախում, ձեզ եք ծախում, ձեր զավակների ապագան եք, այդ ամեն ինչը ճիշտ է, այո, ծախում են, այո, այդտեղ կա եւ կրթական մակարդակի խնդիր, պարզապես մարդիկ այդքանը չեն պատկերացնում, չեն հասկանում, այդտեղ կան բազում սոցիալական խնդիրներ, ու շատ մարդկանց գուցե թե իսկապես չես էլ կարող մեղադրել, թե այդ ինչու այդպես եղավ, այդտեղ կա քաղաքացու գիտակցության բացակայություն, բայց եկեք պատկերացնենք, եթե երկրում իսկապես լուծված լիներ աշխատատեղերի, եթե երկրում իսկապես լուծված լիներ բարեկեցության որոշակի մակարդակի հարցը, արդյոք այդքան թվով համարյա կես միլիոն մարդ կգնար եւ ընչակաղցությունից ելնելով, չգիտեմ, տարբեր հարցեր լուծելու կամ ավանդական հայկական բահարևանից տալիս են ինձ ինչի չտան սկզբունքից ելնելով, տեսեք, այդ հարցերը դուք այդ ամեն ինչը թվարկում եք, ես նստած մտածում եի, թե ձեզ ինչ կհակադարձի որևէ իշխանական գործիչ։ Կասի, որ Հայաստանի տնտեսությունը այս ընթացքում զարգացել է, մարդկանց եկամուտները ավելացել են, կենսաթոշակառուների թոշակները ավելացել են, իսկ ինչ վերաբերում է ընտրական туриզմին եւ ընտրակաշարքի դեմ պայքարելուն, ապա խորհրդարանը արդեն ընդունել է օրենքներ, որոնք խստացնում են եւ ընտրական туриզմն է խստացնում, այսինքն կեցության ցենզ է սահմանում, պայքարում է դրա դեմ եւ մյուս ընտրակաշարքի համար պատժամիջոցները ավելի խստացվում են։ Դա կվերաբերի 2031 ընտրություններին։ Մենք ոնց որ թե խոսում ենք 2026 ընտրությունների մասին։ Ամեն մի ընտրությունից հետո պատրաստվում են հաջորդի։ Փորձը ցույց է տալիս, որ եթե այդ բոլոր խնդիրները այդպես լինեին, ինչպես ներկայացրեց ձեր նշած X իշխանական падգամավորը, որին ես շնորհակալ եմ, իրավիճակը այսպեսին չէր լինի, որովհետև բոլոր դեպքերում ամենայն դեպս կես միլիոն անց ընտրազանգված կա, որը գնում է ու ձայնը տալիս Կրեմլի վկաներին։ Սա թիվ է, պարոն Կիրակոսյան ջան, սա թիվ է, որը չի կարող տագնապներ չհարուցել, որովհետև մենք ունենք աշխարհաքաղաքական բազում անակնկալների հնարավորություն, թե մեծ մերձավոր արևելքից դեպի Հայաստան եկող, թե տարածաշրջանում, թե Ռուսաստան, Ուկրաինա, մենք իսկապես գտնվում ենք հարաբերփոխ աշխարհում, որտեղ ֆորս մաժորները ամեն քայլափոխի կարող են
պարզապես մեր դուրը ոչ թե բախել, այլ դուրը ջարդել։ Այդուամենայնիվ դուք որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որպես կուսակցական գործիչ, կուսակցության քաղաքորդի անդամ, իգիտություն ընդունում եք պայմանական X իշխանական գործչի հակափաստարկները, որ այստեղ բերվեց։ Իգիտություն ընդունել ոչինչ չի նշանակում, որովհետև եթե այդ փաստարկները իրական լինեին, ես էլ եմ ասում, կես միլիոն ընդդիմադիր զանգված հաստատ չէր լինի։ Եթե այդ փաստարկները իրական լինեին, որովհետև ամենայն դեպս տնտեսության կառուցվածք չի փոխվել, Հայաստանի Հանրապետությունը մնում է զբոսաշրջության, սպասարկման ոլորտի, շինարարության եւ այլնի։ Տնտեսության առևտրատնտեսական հարաբերությունների կառուցվածքի փոփոխություն, դիվերսիֆիկացում չի տեղի ունեցել։ Տեղի ունենում է շատ դանդաղ եւ տեսեք մեր խոսակցությունը ոնց որ թե ձեր սկզբում թվարկած խնդիրներից շատ հեռացավ, բայց սա շատ կարեւոր խոսակցություն է, որովհետեւ եթե Հայաստանի Հանրապետությունում իրոք տեղի է ունեցել ձեր ասած դիվերսիֆիկացիան, եթե Հայաստանի Հանրապետությունում վերանում են մոնոպոլիաները, իսկ դիվերսիֆիկացիայի նպատակը պետք է լինի մոնոպոլիաների վերացումը, դիվերսիֆիկացիայի նպատակը պետք է լինի մրցունակ ապրանք արտահանելը, ապա ինչու է Ռուսաստանի Դաշնությունը այսքան կարողանում այսպես ազդել Հայաստանի Հանրապետության տնտեսության վրա։ Այսինքն այդ ամեն ինչը բավարար ծավալով, բավարար արագությամբ եւ բավարար մակարդակով տեղի չի ունեցել, որ Ռուսաստանի Դաշնությունը դեռ 8 տարվա մեջ պահպանել է Հայաստանի Հանրապետության վրա ազդելու իր լծակները։ Իսկ դուք ուզում եք, որպեսզի Ռուսաստանի Դաշնությունից կախվածությունները, մեծ կախվածությունները, երկար տարիների կախվածությունները, եթե նույնիսկ վերցնենք հետ անկախական, այսպես ասած, շրջանի այդ ամբողջ կախվածությունները տնտեսության, քաղաքականության, բոլոր ոլորտներում 8 տարում կամ գուցե հենց հիմա եւ այստեղ դրանք անմիջապես վերացվեին։ Իսկ դուք չեք հնարավոր է, թե շատ բան կարող ենք ուզել, բայց դա հնարավոր է։ Տեսեք, մենք ունենք բոլոր հնարավորությունները ոչ թե վերացնելու, այլ ամենայն դեպս այլընտրանքներ ստեղծելու ու նվազեցնելու, որովհետև մենք ունենք տրիպ, ունենք եւ մենք ունենք Եվրամիության աջակցությունը։ Արդյոք մենք օգտվել ենք Եվրամիության բոլոր այն տնտեսական ծրագրերից, որ մեզ առաջարկվում է։ Հիշեցնեմ այն միլիարդները, որ մենք չծախսեցինք, չգիտեմ, ծրագրեր չկարողացանք մշակել, որպեսզի Եվրամիության առաջարկած այդ միլիարդները ծախսենք։ Եվ արդյոք ամենայն դեպս Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը լուծել է այն բոլոր խնդիրները, որոնք պետք է լուծել, որպեսզի հայ բիզնեսմենը իսկապես պատրաստ լինի ԵԱՏՄ-ի շուկայում խնդիրներ ունենալու պարագայում հնարավորինս անցնցում Եվրամիության շուկա մտնելու։ Չէ՞ որ հիմա Եվրամիություն եւ Ռուսաստանի Դաշնությունը այդ դրեց այս պատժամիջոցները եւ Եվրամիությունը իր համար էլ անակնկալ արագությամբ եկավ մեզ աջակցելու, հանկարծ պարզվեց, թե մենք օրենսդրական ջվիթխարի խնդիրներ ունենք լուծել։ Գին Ադամյան, այսպես զրուցելով շատ հեշտ է անել այնպես, որպեսզի հայ բիզնեսմենը վերակողմնորոշվի դեպի Եվրոպա, բայց մենք էլի պիտի հաշվի առնենք անցած տարիների այդ կախվածությունները, անցած տարիների փորձը, նույն ձեր ասած բիզնեսմենների տնտեսական կապերը, սոցիալական կապերը, անձնական կապերը, ռուսական շուկայի հարմարավետ լինելը եւ այլն, որը այդքան ժամանակ մարդուն հնարավորություն չի տվել, չի էլ ցանկացել մտածել դիվերսիֆիկացվելու մասին։ Այ հիմա երբ որ դրա անհրաժեշտությունը գալիս է, արդեն մենք տեսնում ենք։ Բանալի բառը չի ցանկացել։ Չի էլ ցանկացել։ Բանալի բառը չի ցանկացել, որովհետև եւ օբյեկտիվորեն չի ցանկացել։ Իր համար այդտեղ շատ ավելի հարմար պայմաններ են եղել։ Այո։ Հարմար պայմաններ են եղել։ Կարելի է չմտածել որակի վրա, այո, հարմար է եղել։ Դրա համար չի ցանկացել։ Բիզնեսմենը արտադրողը պարտավոր չի սպառման խնդիր լուծել։ Սպառման խնդիր լուծելու համար պետք է մտահոգվի պետությունը լոգիստիկան մշակելով։ Պետք է օգնի լոգիստիկան, դե ես ասում եմ ինչ պիտի անի պետությունը չի գնելու տանի իրացնի։ Այդ սովետական ժամանակները չեն։ Սովետական ժամանակների հետ դա բացարձակապես կապ չունի։ Դա հենց այն է, ինչ Եվրամիությունը առաջարկում է մեզ, դա հենց այն է, ինչ ֆոն դեր Լայենը եկել էր եւ ասում էր, որ 15 միլիոն
Եվրոյին տալիս ստեղծելու այդ հարթակը։ Ինչու՞ պիտի Եվրամիությունը գա, ֆոն դեր Լայենը գա այդ հարթակը ստեղծի։ Ինչ է անում մեր էկոնոմիկայի նախարարությունը այն հարթակը ստեղծելու, որպեսզի արտադրողի եւ սպառողի միջև այդ լոգիստիկան ստեղծելու, այդ բյուրոկրատական խնդիրները վերացնելու։ Այնքան զորություն ունի, որ առանց որևէ մեկի օգնության, այս պարագայում Եվրամիության օգնության կարող է այդ լոգիստիկ, տնտեսական, առևտրային բոլոր ճանապարհները բացել եւ սկուտերի վրա մատուցել բիզնեսմենին։ Ես կարծում եմ, որ բոլոր պետություններն էլ անցել են այդ ճանապարհով, ծանիվներ հնարել պետք չի, արհեստական բարդություններ, խոչընդոտներ հնարել պետք չի։ Մենք ունենք Վրաստանի օրինակը, մենք ունենք Մոլդովայի օրինակը, մենք ունենք ամբողջ արևելյան Եվրոպայի օրինակը, երբ արևելյան եւ արևմտյան Եվրոպաները կա պատմական Եվրամիությունը այդ փորձը հուշում է այն մասը, որ Եվրամիությունը օգնում է։ Պետք է այդ փորձը օգտագործել, այդ եմ ասում, Հիմա այդ փորձն է օգտագործվում։ Հիմա այդ փորձն է օգտագործվում, բայց այդ փորձը օգտագործվում է չափազանց հապշտապ եւ եթե ուշադիր հետևել եք, այդ փորձը օգտագործվում է նաեւ էլի ռուսական հիբրիդային պատերազմի շրջանակներում, որովհետեւ անverջ ինչ որ մարդիկ գտնվում են, որոնց հրահրում են գնացեք կառավարության պատերի տակ կամ ազգային ժողովի պատերի տակ, բողոքեք ձկնարդյունաբերությունը, մեր մրգերը, մերեսը, մերեն։ Այս խնդիրները մեր ներքին խնդիրներն էին, որ մենք վաղուց արդեն պետք է լուծած լինեինք, համենայնպես հանրապետություն կուսակցությունը վերջին 5 տարում այս մասին այնքան շատ է խոսել, ինչ պետք է արվի, ոնց պետք է արվի, ամեն քայլից հետո որ քայլը պետք է արվի, որպեսզի ԵԱՏՄ-ից դուրս գալը մեզ համար հնարավորինս անցնցում լինի։ Հանրապետություն կուսակցությունը այսքան տարի անընդհատ եւ շարունակաբար խոսել է այդ թվում նաեւ այս տաղավարից խոսել է եվրոպական ինտեգրման, Եվրամիության անդամակցելու, հեռանկարի մեխանիզմների եւ այլնի մասին, բայց գործող իշխանությունը պարտավոր է ավելի շրջահայացնել, ավելի զգուշավոր լինել, որովհետեւ ասենք եթե հանրապետություն կուսակցությունը անարգել կարող է հայտարարել հենց այսօր պետք է դուրս գալ ԵԱՏՄ-ից կամ հենց այսօր պետք է դուրս գալ ՀԱՊԿ-ից, իշխանությունը պարտավոր է հաշվարկել նաև դրա ռիսկերը, արդյոք դա անվտանգային ինչ որ աղետներ չի բերի Հայաստանի Հանրապետության։ Եվ ստացվում է, որ Հանրապետություն կուսակցությունը շտապեցնում է իշխանությունը հաշվի առնելով իրողությունները, հաշվի առնելով զարգացումները եւ այլն, հաշվարկում է նաև դրա ռիսկերը։ Մի ճշտում Հանրապետություն կուսակցությունը ոչ թե շտապեցնում է, Հանրապետություն կուսակցությունը ռեալ կարողանում է գնահատել ժամանակը եւ Հանրապետություն կուսակցությունը ռեալ կարողանում է գնահատել ռիսկերը, ռիսկի գնալու ռիսկերը։ Այդտեսեք մենք այս բոլոր պատժամիջոցային քաղաքականության իբրև գագաթնակետ համարում ենք, որ ձմռանը Ռուսաստանի Դաշնությունը կամ գազի սակագին կբարձրացնի փետրվարին թերևս կամ կփորձի գազի մուտքը Հայաստանի Հանրապետություն գազատար է ու պայթեց ինչ անենք եղել է չէ նման բաներ երկաթուղու հարցնել երկաթուղու հարցը եւ այլ ինչքան առաջարկներ են կայել պարոն Կիրակոսյան ջան լավ էր որ հիշատակեցիք նաեւ ձեր այս տաղավարում տեսեք հիմա Հայաստանի Հանրապետությունից ինչու եմ ասում որ խորհրդարանը չի կարող արտահերթի են գնալու ի վերջո, եթե ոչ այս տարի, մյուս տարի, որովհետև այս խնդիրները պայթուցիկ խնդիրներ են։ Մենք շատ կարևոր հարցեր ունենք լուծելու։ Սկսեմ ամենակարևորից երկաթուղին, ինչպես դուք ասացիք։ Հակիշ, որովհետև մեր ժամանակը հուշում եմ, որ սպառվում է արդեն։ Շնորհակալ եմ, կփորձեմ արագ։ Կոնցեսիոն կառավարման հանձնված երկաթուղին պետք է վերադարձվի Հայաստանի Հանրապետությանը, միանշանակ պետք է վերադարձվի, որովհետև Ռուսաստանի Դաշնության գլխավոր խնդիրը տրիպ թույլ չտալն է, խաղաղության համաձայնագիր թույլ չտալն է, երկաթուղի նետահանգուցային կետ է։ Գերկարևոր խնդիր է Հայաստանի Հանրապետության տարածքից ռուս սահմանապահների դուրսբերումը, որովհետև քանի դեռ Հայաստանի Հանրապետության սահմաններին ռուս սահմանապահներն են, ոչ տրիպն է նորմալ աշխատելու, ոչ հայ-թուրքական սահմանն է բացվելու։ Գերկարևոր բոլոր դեպքերում էլ եմ ասում, գերկարևոր խնդիր է Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգությունը, պարենային անվտանգությունը։ Մենք անverջ խոսում ենք անվտանգություն պատկերացնում ենք բանակ, անվտանգությունը միայն բանակը չէ, այ պարենային անվտանգության խնդիր։ Հիմա ինչու Ռուսաստանի Դաշնության հետ բանակցային սեղանին չենք դնում Գյումրու 102 ռազմաբազայի կարգավիճակի հարցը կամ այդ ռազմաբազան ընդհանրապես Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս բերելու հարցը, եթե Ռուսաստանի Դաշնությունը մեզ հետ խոսում է սպառնալիքների լեզվով։ Ունենք չէ՞ մենք այդ սպառնալիքներին հակադարձելու հնարավորությունը։ Ոչ մենք ասում ենք Կոտ Լեոպոլդի պես, ребята, давайте жить дружно։ Մարդիկ
Հայաստանի Հանրապետությունը դե ֆակտո պատերազմ են հայտարարել։ Ռուսաստանի Դաշնության խնդիրը այստեղ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության վերացումն է, ռուսները դա չեն թաքցնում, ռուսները դա բաց տեքստով ասում են։ Մենք էլ ասում ենք, մեր ինքնիշխանությունը չենք տալու։ Լավ չենք տալու, փորձենք պաշտպանել։ Հնարավորինս Մենք հարցելու ավարտենք քաղաքական աշնան հետ կապված ինչ սպասելիքներ կան քաղաքական աշունի խորհրդարանում թե փողոցում։ Եթե հաշվի առնենք 8-րդ գումարման խորհրդարանի փողոցային պայքարի հետ, ինչ ասեմ, բուրն հաջողությունները, ես կարծում եմ, որ փողոց ոչ ոք դուրս չի գալու։ Իսկ խորհրդարանի ներսում այո լինելու են թե ճակատամարտեր, բայց ավարտվելու են անարդյունք, որովհետև այդ բոլոր ճակատամարտերի հիմքում դրված է մեկ բան։ Անդիմությունը, տիտղոսային անդիմությունը պաշտպանելու է Ռուսաստանի Դաշնության շահերը, քաղաքացիական պայմանագիրը փորձելու է Հայաստանի Հանրապետության շահի գերակայության հասնել։ Ով կհաջողի։ Եվ շատ լավ, մեր զրույցի վերջում բլից հարցեր, կարճ մեկ բառով պատասխաններ։ Փորձեմ։ Թեև կարող են լինել հարցեր, որոնց մենք անդրադարձանք, դուք արդեն պատասխանեցիք։ Զորօրինակ առաջին 9-րդ գումարման ազգային ժողովը կկործի մինչև իր ժամկետի ավարտը, թե կլինեն նոր արտահերթ ընտրություններ։ Տրամաբանորեն պետք է լինեն արտահերթ ընտրություններ։ Խորհրդարանական ընդդիմությունը վերցրեց մանդատները, սա իրական քաղաքական պայքար է, թե հարմարվողականություն։ Կրեմլի հրահանգ։ Ով է այսօր Հայաստանի թիվ 1 ներքաղաքական ապակայունացնող ուժը, իշխանությունը, թե խորհրդարանական ընդդիմությունը։ Խորհրդարանական ընդդիմության այդ պատիվը չեմ վերագրի, թերևս ժողովուրդը, որ գնաց ու նման ընտրություն արեց։ Մոսկվան կհաշտվի հայաստանյան ընտրությունների այս արդյունքների հետ, թե կփորձի փոխել իրավիճակը յետնաբեմից։ Երբևէ չի հաշտվի։ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում վերբեռնում հնարավոր է, թե հեռացումը անդառնալի է կամ ապահարզանը։ Գնացել է։ Արդյոք Հայաստանը պատրաստ է այս պահին վերջնականապես դուրս գալ ԵԱՏՄ-ից եւ ՀԱՊԿ-ից։ Հայաստանը պատրաստ է, բայց Հայաստանը անվերջ ձգձգում է եւ փորձում է այդ ընթացքում առավել պատրաստվել, չգիտես ինչի։ Արևմուտքն այսօր տալիս է Հայաստանին անվտանգության իրական երաշխիքներ, թե միայն տնտեսական խոստումներ։ Արևմուտքը պատրաստ է, իրական երաշխիքները, տեսեք, մենք այսքան ժամանակ ապրում ենք խաղաղության մեջ ու չենք գնահատում դա արևմուտքի պարգևն է, թե եվրադիտորդներով, թե տրիպով։ Իրական երաշխիքներ։ Դրանք իրական երաշխիքներ են, որոնց մենք չգիտես ինչու փորձում ենք անիրական դարձնել, թերևս թեթև ձեռքով։ Քաղաքական աշունը կլինի փողոցային, թե խորհրդարանական։ Քաղաքական աշունը կլինի տաք, գեղեցիկ տերևաթափով։ Հանրապետություն կուսակցությունը խորհրդարանից դուրս լինելու է իշխանության կառուցողական գործընկերը, թե կոշտ քննադատը։ Հանրապետություն կուսակցությունը միշտ եղել է պետականության ջատագովը եւ մնալու է պետականության ջատագովը։ Այստեղ մեզ համար բացարձակապես կարևոր չի իշխանություն թե ընդդիմություն։ Մենք ճշմարտության կողքին ենք ու մենք այն ընտրողների կողքին ենք, որ անգամ այս աշխարհակաղակական, անգամ այս, ինչ ասեմ, ահռելի ֆինանսական ճշմարտ տակ եղան ու մնացին մեզ հետ։ Եվ մեկ միտք, որ կուզենայիք հեռուստադիտողը հիշեր մեր այսօրվա զրույցից։ Սիրեք ձեր երկիրը։ Եղեք ձեր երկրի քաղաքացի։ Շնորհակալ եմ զրույցի համար, Ես եմ շնորհակալ։ հետևենք իրադարձությունների զարգացումներին։ Մենք այսօր քննարկեցինք 9-րդ գումարման ազգային ժողովի առաջին, երկրորդ օրերի աշխատանքը, տեսանք, որ ավելի շատ քաղաքական ուժերը կարծես թե հակված են քաղաքական փոխհրաձգության, քան թե կառուցողական աշխատանքի, եւ անկախ նրանից, թե ովքեր են խորհրդարանում եւ ինչպես են իրար թիրախավորում Հայաստանի ներքին եւ արտաքին սպառնալիքները, մարտահրավերները չեն սպասում, դրանք կամ լուծվում են, կամ խորանում։ Սա ազատ զրույցներ Free News-ի եթերում, ես զրուցում եի Հանրապետություն կուսակցության քաղաքորհրդի անդամ Անահիտ Ադամյանի հետ, շնորհակալություն, որ հետևում եք, լավ մնացեք, կհանդիպենք։